Չեմ հասկանում, ինչի եք տեղաշարժել, ինչի եք բարձրացրել։ Երեխա է։ Իմ աղջիկն է, իմ միակ ուրախությունն ու մխիթարությունը։ Իմ սիրուն աղջիկ, իմ տիկնիկը, մամանի սիրունը, շատ է ցավում տատիկդ։ Կարապետյան կանչել ես։ Հա։ Ինչ կա։ Քնիչը զանգեց, 2-ից 3-ը ասեց, որ այստեղ լինեմ։ Պետք է գա ինչ-որ հարցեր ունի տալու։ Ինքն է գալու։ Նա բա։ Լավ։ Արոյան ինքս զգուշացնեմ, կկազմակերպի։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Ամուր մնա։ Մենք ամուր ենք մեր լեռների պես, կարդասենք դասականների։ Կարապետյան, լսի, ինչու նոր տարվա բանկետի փոխարեն պոեզիայի փառատոն չես կազմակերպում։ Ես քեզ կկազմակերպեմ պոեզիայի փառատոն գիտաժողովներ հետը։ Կանչի մեջ ոնց ես գրել։ Ջերմության ֆոնի վրա ապուշության խորացող սրացում։ Հետո Եթե մարդ մի գիշերվա մեջ 2 անգամ շտապօգնություն է կանչում, առաջին անգամ ջերմությունը 38.6, երկրորդ անգամ գնացինք 38.1, ու դեռ ինքը առանց խղճի խայթի խնդրում է, որ սրսկենք, որպեսզի ջերմությունն իջնի 37.6-ի։ Ու այդ ամենն ասում է գիշերվա ժամը 5-ին, սխալ եմ գրել։ դե որ ժամը 5-ն է մարդը իրավունք չունի ջերմություն ունենալու։ Ունի։ Գիտություն սքավոր քույրերի եւ եղբայրների նորություն չկա։ Բայց դրա մասին չենք խոսում ու չենք նայում։ Չենք նայում։ Հայացքներդ խմբագրեք, թե չէ սիրտս չի դիմանա։ Սրանից հետո, միջև փողը դնեն գրպանս, նախապես ստիպելու եմ, որ ցույց տամ։ Սևին սապոնն ինչ կանի։ Ինչ որ խևին խրատը։ Սուր շենք խմելու։ Անպայման, գազան։ Երրորդ բրիգադ, շտաբ կանչ։ Արյաններ։ Ինչ արժե մեր կապույտ լույսը։ Եղած չեղած մի հաշիվա։ Նայ, կարա չէ ճանապարհտա։ Ահա, ֆայմեց։ Օղորմի հորդ։ Այդ կողմովանցի, ահա։ Ինը արթնացել է ու մի կերպ կարողացել է հասնել հեռախոսին։
Շտապ օգնություն կանչել եք։ Կանչել եմ։ Ինչա պատահել։ Կարծես թե թունավորվել եմ։ Ձեզ Դանիել։ Տանը ուրիշ մարդ կա։ Ամուսինս եմ ընջարանում։ Դավիթ, Ձեզ Դանիել, մնա այդտեղ։ Բերկա շապեջ։ Բացի։ Ինչ եք կերել։ Ինչ են կերեմ։ Վերմիշելով փլավ են կերել։ Բահացո բան հոչ եք կերել։ Պատրիջանի խավիար են կերել բժիշկ ջան։ Բժիշկ բոտուլիզմ, հա։ Չգիտեմ։ Այ սիրտս խառնում է։ Ինչ որ տարօրինակ հոտ չես առնում։ Հոտ։ Չէ, ինչ հոտ։ Ջուր ա պետք գոլ ու շատ։ Պետքա տեղափոխենք հիվանդանոց։ Դավիթ, տարօրինակ հոտ չես զգում։ Ասում եք ինչ եք կերել։ Վերմիշելով փլավ են կերել։ Պատուանը դուք եք բացել։ Ես եմ բացել։ Երբ։ Երբ արթնացա, սիրտս խառնում էր։ Եկա խոհանոց որ ջուր խմեմ։ Ինչ որ հոտ չեք առնում։ Ոնց որ չեմ հասկանում։ Ասում եք հոտ չեք առնում, հա։ Հոտ չեք առնում։ Բայց ոնց է հոտ եմ առնում։ Մի րոպե։ Եթե հոտ չեք առնում։ Եթե հոտ չեք առնում։ Բա որ ասում եմ հոտ է գալիս, հասկանում եք ինչ եք արել։ Ինչ եմ արել։ Սարսափելի ոչինչ։ Ընդհակառակը փրկել եք ձեր ընտանիքը։ Հա, միջին աստիճանի թունավորումը։ Ձեզ Դանիել, շուտ բոլորին տեղափոխում ենք ավտոմեքենան։ Մաքուր թթվածին շնչելով կուղևորվենք հիվանդանոց։
Անևան եք, մի րոպե եկեք, հա։ Սա բանալին տունը հանձնում ենք ձեզ, մեկ էլ պարտադիր զանգահարում եք գազի ծառայություն։ Ինչ է պատահել։ Սիրվարդը առավոտը գնացել են, վատ է եղել, տարել են հիվանդանոց, քիչ առաջ են տեղից զանգեցին, մահացավ։ Դավիթ, Կարապետյանն ասաց, մինչև 3-ը քեզ կանչ չտան։ Քնիչը պիտի գա։ Էլի։ Հարցեր ունի տալու։ Իրար մի խառնվի։ Երբ եմ խառնվել։ Դու չէ, բայց ազգանունդ խառնում ես։ Կուղարկես մեր սենյակը։ Սիրվարդ, հոգին ազատեց ես աշխարից, մենակ եկավ, մենակ գնաց, բայց չչարացավ, Ինչով կարող ենք օգնել։ Բարև ձեզ, քաղաքացի Ալոյան Համբարձումյան։ Միայն Համբարձումյան, բարև ձեզ։ Ինձ բժիշկ Ազատյանն է պետք։ Դավիթը միայն ձեզ չի պետք։ Նրա նման բժիշկ լույսով մոմը ձեռքիդ փնտրես չես գտնի։ Ասենք մեր բոլոր բժիշկներն էլ լավն են։ Չէի կասի, որտեղ են մենք պայմանավորվածություն ունեինք։ Եթե պայմանավորվածություն ունեք, ուրեմն սպասում է նրա նման ճշտապահ մարդ։ Գիտեմ արդեն։ Մոմը ձեռքից փնտրեմ, չեմ գտնի։ Եկեք։ Ընտրեմ։ Շնորհակալ եմ։ Դուք ինձ շատ օգնեցիք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ գնացինք, Մերոպե ձեզ տանել։ Սուրճ կխմեք։ Շնորհակալ եմ։ Արդեն խմել եմ։ Նստեք։ մեղից հարցներն էր հասնում, Պարոն Կարապետյան եկավ։ Ես ինչ է։ Ես եմ ծխել։
Քաղաքացի Ազատյան, դուք շարունակում եք պնդել, որ Զինա Հովսեփյանի հետ կասկածելի գործարքի մեջ չեք մտել։ Այո, շարունակում եմ պնդել։ Եվ մինչ այդ նրան չեք ճանաչել։ Այո, չեմ հանդիպել։ Ուզում եք ինձ համոզել, որ դուք անմեղ ձեզ մեղավոր են ուզում դարձնել։ Ես ոչ մեկին, հատկապես ձեզ, համոզելու մտադրություն չունեմ։ Ընդամենը կրկնեմ, այդ աղջկան առաջին անգամ տեսել եմ մեզ մոտ։ Ավելին եք ուզում իմանալ, իմացեք։ Չեք ուզում էլի մեզ օգնեք։ Չէ, ներեցեք ինչով օգնեմ։ Ասեմ, որ այո, փողը վերցրել եմ, դեղը վաճառել եմ, եւ դուք թեթևացած շունչ կաշեք, գործը փակեք, հա։ Եթե ձեր ուզածը դա է, ներեցեք ոչնչով չեմ կարող օգնել։ Ասելիքդ բրծար։ Անցանք դուի։ Քեզ անմեղ հալածվածի տեղ ես դրել ու բոլորին վերևից ես նայում։ Սա է ձեր հարցակնության մեթոդը։ Լսի տղա ջան, ես 11 տարի ես համակարգում չեմ աշխատել, որ սարքած գործը իրականից չտարբերեմ։ Թե կարծում ես մենակ բժիշկներդ եք հոգեբանը։ Այդ աղջկան առաջին հայացքից ջոկեցի ով է ինչա, բայց դիմում ա գրել, բողոքել ա։ Ես գործին ընթացք չտալ չեմ կարող, ինչքան էլ հասկանամ, որ գործը ջերմակ թելով ա կարված։ Դու ինչ-որ մեկին լավ կպել ես, ինքդ էլ գիտես։ Երևի պատվիրատուին հաշվարկել ես արդեն, դրա համար էլ վիրավորված բոլորին մեղավոր ես համարում։ Ուրեմն դուք հավատում եք, որ ես մեղավոր չեմ։ Գիտեմ, որ փող եք վերցնում, երբ հիվանդը տալիս է, գուցեև սպասում եք, որ հիվանդը տա, բայց որ տեղ վաճառես ու գումար շորթես, էնելումից պստիկ մարդու վրեժը։ Պստիկ թե մեծ գործը վրաս է։ Դե հիմա արի ու ապացուցիր, որ օգնեք, ապացուցենք։ Մտածի, լավ մտածի ինչ ես անելու։ Չեմ հիշում որտեղ էր ասված։ Ակն ընտական, ատամընդ ատաման։ Լավ խոսք կան, չգիտես ինչի հիշեցի։ Ինչ ասած։ չեմ կարող ասել։ Պետական գաղտնիք չբացահայտելու ստորագրություն եմ տվել։ Դիարիու սրա հետ խոսի։ Հա, ինի կխոսես։ Դու պիտի խոսի, բա ինչ պիտի անի։
երեկո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շտապ օգնություն կանչել եք։ Կանչել ենք բժիշկ ջան։ Բան չհասկացանք։ Սկզբում գմփոս լսեցինք։ Հետո գոռոց։ Ու Գուցե ներս մտնենք։ ինչ։ Ասում եմ գուցե ներս մտնենք։ Խելքա մնացել։ Ուր ես, դրանց ներս բեր։ Ոսորեն դրանցը մենք ենք։ Հասկացա։ Մի ժամ է զանգել ենք, անունները տել շտապ է։ Ասում էի, չէ, ասում էի, բայց ինձ լսող նով է։ Ներեցեք, բայց առայժմ մենք ենք ձեզ լսում։ Երբ է սկսվել։ Կես ժամ կլինի։ Մեռնում եմ բժիշկ։ Հիմա ժամը 3-ն է։ Կես ժամ առաջ դուք ինչ էիք անում, որ սենց։ Ասի են անտեր ճամպուկը դրամոտ տանեմ։ Լավ։ Իսկ հիմա կենտրոնացեք ու մատով ցույց տվեք կոնկրետ այն տեղը, որը ամենաշատն է ցավում։ Ես ձեզ կօգնեմ։ Զգույշ։ Ուշ, համած։ Այ, Զգույշ։ Ոնց որ կրակի, չէ։ են էլ Կալաշնիկովով բժիշկ։ Մատս ուղիղ վրան է բժիշկ։ Լավ։ Պարզ է։ Ինչն է պարզ։ Օգնեք, հա, խնդրում եմ։ Չէ, Հիմա ձեզ բազմոցին կպարկես։ չէ, ինձ ձեռ մի տվեք, կմեռնեմ։ Բա ո՞նց եք ինքնաթիռ նստելու։ Ինչ ինքնաթիռի մասին է խոսքը։ Ռադիկուլիտ է, այն էլ սուր։ Տեղաշարժել չի կարելի։ Չգիտեմ ինչ է, բայց այսօր նա ժամը 7-ին պիտի օդանավակայանում լինի։ Ժամը 7-ին ուր ասեք, կլինեմ։ Միայն հիմա ինձ ձեռ չտակ։ Տանը ինչքան ծածկոց բարձ ունեք, բերեք, հա, խնդրում եմ։ Քեզ են ասում, դու էլ գնա բեր։ Ձեզ հիմա մեջքի վրա կշրջենք, ոտքերի տակ բարձրություն կդնենք ու ցավը Չէ կմեղմանա։ որ ցավերս մեղմանա, հետո ինձ օդանավակայան կտանեք։ Ասում օդանավակայան կտանենք։ Դուք մինիմում 10 օր պետք է անկողնում լինեք։ Ինչ։ Քաշվանք։ Այս իսպանականն ինչի ես բերել։ Ասում էի գնանք Ծաղկաձոր։ Այսպես։ Իմանայք, Չի կարող։ այնտեղից վերցում ենք։ Հա, այսպես։ Այնտեղից վերցեք ու միասին շրջում ենք, լավ։ Բժիշկ կամած։ Բժիշկ կամած, Պատրաստ, մեռնեմ։ գնացինք։ Լավ կլինի հոպարջան։ Անա, ցավազրկող։ Ոնց որ հանգստացա։ Աղջան, ինչ ենք անելու։ Հոպարջան, չմտածես։ Կարևորը որ դու լավ ելնես։ Հանգստացա։ Աննա։ Հա։ Հետո նովոկայինի բլոկադա կանես, հա։ Իսկ հիմա գնա ջուր բեր, խնդրում եմ։ Լավ։ Հա, հոպար թողեց։ Ջան, ոնց որ մի քիչ հանգստացա։ Ներեցեք, մի բաժակ ջուր կարելի է։
Սրտի համար մի բան կտակ։ Հիմա կբերեմ։ Ո՞ն։ Դեղ ուզեց։ Հիմա կմտածեք ինչ վհուկ է, չէ՞։ Ես չեմ մտածում։ Ես բուժում եմ։ Իսկ կինը վհուկ է դառնում, երբ ամուսինը փալաս է։ Ներեցեք։ Ասացի արի գնանք միտեղ հանգստանանք։ Չէ, ոնց կլինի։ Հորեղբայրը Ռոստովից գալիս է։ Հորեղբայրը քաղաքում հարազատ քույր ունի աներձակ։ Չէ, ոնց կլինի։ Մեր տուն է հրավիրել։ Լյումբագո է։ Բժիշկ եք։ Չէ, տնտեսագետ։ Մայրս ունի, շաբաթներով պառքում է։ Լավ, եկավ մեր տուն 2 շաբաթ, պահեցի, շահեցի։ Սպասեք։ Հիմա էլ այնտեղ հատակին պարկած է, կարող է նոր տարուն էլ այդպես հատակին պարկած մնա։ Դե, տոնի կապակցությամբ կարող եք տեղափոխել բազմոցին։ Սպասեք։ Ներեցեք, պետք է հիվանդին սրսկեմ։ Նրանը գոտկատեղն է, իմը սիրտ է։ Եթե ուզում եք, կարող եմ բժշկին կանչել։ Եթե դուք չեք հասկանում, Ավոն ընդհանրապես չի հասկանա։ Ախր բաժանման եզրին ենք կանգնած։ Ասացի մի քիչ իրար հետ դուրս գանք, իրար հետ լինենք, շփվենք։ Առավոտ Ծաղկաձոր եմ գնում։ Զանգեցի հորաքրոջս հետ խոսեցի։ Առավոտյան կգան ու կտանեն իրենց տուն։ Ուրեմն դու ինձ հետ Ծաղկաձոր կգաս։ Չէ, չեմ կարող։ Ուզում ես ես էլ չեմ գնա։ Ինձ համար միևնույն է։ Խմենք։ Այո, հոպար։ Ես ինչ թավսություն էր։ Ախր այդ ժամին ճամպրուկն ինչի տեր պետք։ Աչքի չափով կշռեցի։ Նորմայից ինչքան է ավել։ Կշռեցիր։ Հա, չհասցրի։ Ինչ էր եղել։ Լյումբագո։ Այդ ո՞նց է հաջողացրել։ Ճամպրուկներ կշռել։ Այս ժամին։ Մարդու մտքին տեղ լինի, ձյազ Դանիել։ Հա, Սիրվարդի թաղմանը երբ են գնալ։ Վաղը։ Ժամը 11-ին։
Վատ եմ, շիշտան։ Հոնը։ Ջղայնացա, ինձ ուշքի ես բերում, տղայի սանոքնական թողում հեռանում։ Էլ ժամանակ չի մնացել։ Մենք այդ ժամանակը չունենք։ Կփորձեմ։